Ամբողջ ֆիլմը հեսա պատմենք։ Ինչի համար էր անհրաժեշտ, որ մենք ունենանք Արա 73-ի պանծալի եւ փայլուն հաղթանակի մասին այս ֆիլմը։ Նորից շունչ է առնում, երկրորդ շունչ է առնում Արա 73-ի մասին լեգենդը։ Հայաստանը կարող է ունենալ լավ ֆուտբոլ եւ Հայաստանը լինել ֆուտբոլային երկիր, որը հիմա այդքան էլ ֆուտբոլային չենք։ Ես էլ որ փոքր եմ եղել, չի եղել այսպիսի հարթակ, որ ես ուզենամ գնամ, իմ հնարքները ցույց տամ ու չգիտեմ, ինձ ծափարեն, ինձնով հպարտանան էլի։ Մենք բրեյքդանս այս տարի որ մարզերով ամբողջ արեցինք, իրանց համար տենց մի հատ նոր աշխարհ էր։ Բացի այդ ռոմանտիկ մոտեցումը, հա, ոչ մի պարապ մարդ թող չմնա։ Առաջի անգամ եմ ես ասում այս ինչ որ պետք է ասեմ։ Բայց ոնց որ երբ որ ամուսնանաս կարող ես գրել պատտիր աշխարհը ինձ հետ։ Կինս արդեն իմունիտետ ունի, հանգիստ եղեք։ Երբ որ առաջարկը ստացա, ես անկեղծ ասած պատկերացում չունեի, որ սենց մեծ դերակատարում եմ ունենալու ֆուտբոլում, որտեվ լավ, ինչ որ փորձ ունեմ տեսահոլովակներում եմ նկարվել, ինչ որ գովազդային բաներում, բայց ֆիլմը իմ համար դա լրիվ ուրիշ աշխարհ էր։ Դավիթը որ սկսում էր ինչ որ բան ասել, արդեն նկարանման հրապարակում, սաղ ասում են, էլի էստեղ են բեմադրումը։ Փոքրուց կյանքս ու պատմությունները բոլոր կապված են եղել ինձ Արա 73 հետ, որ պատմեց կերպարի մասին։ Առաջին ինչ որ ասեց, եղել է շատ կին սիրող։ Հետ վերադառնանք այդ մեծ աղուն բարձրացած կլիպին ու դրանից հետո ոնց որ էլի դեր, որտեղ ես ունեմ բազմաթիվ ընկերուհիներ։ Մինչև 2008-9 թիվ եղել եմ ահա որ ամաչկոտ։ Հաղորդման գլխավոր գործընկեր Վալան գրուպ, գործընկերներ Armenia Wine